եթերում առավոտը շանթումն է, աշխատում ենք ուղիղ եթերում և այսօր արդեն երեքշաբթի է, ոչ թե սովորական, այլ քրիստոնյա աշխարհը նշում է ավագ երեքշաբթին։ Այո, արդեն ավագ շաբաթն է սկսել, շուտով Սուրբ Զատիկն է և պետք է հոգեպես էլ ավելի մաքուր լինել, չնայած միշտ է պետք մաքուր լինել։ Ասածս ինչ է, որ գարնան կեսը արդեն կարծես թե գլորվեց։ Ոյ անհավատալի է, որ գարնան կեսը գլորվել է։ Մի մրսի, ոչինչ, զառա, ամեն ինչ շատ արագ անցավ այդ առումով ես ասում, ինձ թվաց պարվի ուլերից ես բողոքում։ Դա պարվի ուլերից դեր կբողոքենք, սպորտային իրադարձությունների մասին մի երկու խոսք։ Մի քիչ տխրեց, ինձ երեք չուրախացրին։ Ով։ Հատկապես աղջիկների ծանրամարտի։ Ալեքսանդրա Գրիգորյանը։ Այո, ես ավելին էի սպասում։ Ամեն դեպքում ես միշտ մեր սպորտսմեններից ավելին եմ սպասում, բայց դրանից առաջ էլ Արթուր Ալեքսանյանը, որ հրաժարվեց բրոնզե մեդալի համար պայքարից։ Արթուր Ալեքսանյանը պարզապես չհրաժարվեց, Արթուր Ալեքսանյանը ցավոք սրտի նորից վնասվածք ունի եւ պետք է վերականգնվի, որ տեսնենք աշխարհին կպատրաստվի թե չէ, բայց Մալխա Սամոյան շատ ուրախացրեց, եւս մեկ անգամ շնորհավորում ենք մեր արդեն քառակի չեմպիոնին Եվրոպայի Եզիդ Արյուծին, այդպես է նրան անվանում Facebook-ում, եւ շատ հպարտ ենք, որ այդպիսի համակարգացի ունենք, տեսար ինչպես նա մոտեցավ։ Այո, եւ ամբողջ ես շատ ուրախացա։ Ես համոզված եմ, որ այն միջև այդ ինչ որ տեղեր ունեմ, քեզ այդքան չէր հետաքրում, բայց այդ վերջի Այո, այդ վերջի հատվածը ես շատ հպարտացա եւ իսկապես ամեն ինչ չափից դուրս, չասեմ չափից դուրս, բայց այն արժանապատվությունը, որը տեսանք, ես շատ ոգևորված եւ մոտիվացված եմ, հատկապես երբ այսպես TikTok-ն է ինձ համար թերթում եւ տարբեր օտարալեզու ինչ-որ կայքերում անդրադարձել էին դրան։ Դե ինչ, սպասում ենք Մալխասին այստեղ կամ ավելի լավ այնտեղ, որ Զառան էլ ավելի համայլվի, մեր չեմպիոնին սպասում ենք, Ալեքսանդրա Գրիգորյանը երեք չկարողացավ ցավոք սրտի դառնա Եվրոպայի հաղթող, ծանրամարտում վիցե հաղթող է նա, վիցե չեմպիոն, արծաթե մեդալ, բայց Ալեքսանդրայի մոտ առջևում է ամեն ինչ, նա դեռ երիտասարդ է, պետք է աշխատել, էլ ավելի լավ, էլ ավելի քրտնաջան։ Նույնը վերաբերում է Գառնիկին Չոլակյան, որը որ դարձավ բրոնզե մեդալակիր, բայց դեռ մեր ուժեղագույն մարզիկները դուրս չեն եկել, այո, Մոլդովա, Քիշնև, մենք սպասում ենք մեր հայ մարզիկների հաղթանակներին։ Եվ երեք մի քիչ անհասկանալի սպորտաձևի մասին ենք խոսում Հայաստանի մասին, բայց պետք է արդեն սովորենք։ 15 տարի անց մեծ հոկեյը վերադարձել է Հայաստան եւ մենք մասնակցում ենք աշխարհի առաջնության 4-րդ խմբում, առաջին խաղում ջախջախել ենք Մալազիայի հավաքականին 24-3 հաշվով, իսկ 3 դժվարագույն շատ դժվար հաղթանակ տարանք Ուզբեկիստանի հավաքականի նկատմամբ, որը ոչ ֆավորիտ էր, իրականում թե առաջնության, թե երկու խաղի, բայց կարողացանք բուլիտներում 3-2 հաշվով հաղթել, առաջ Հայաստան ուրախ ենք, որ հոկեյն էլ է նաև զարգանում մեր երկրում։ Այո, իհարկե, ես հասկացանք, որ ֆուտբոլը ոնց որ նենց Որոշեցինք կենտրոնանալ այլ սպորտաձևերի վրա։ Վերադառնալով այսօրվա օրվա խորհրդին, ասենք, որ ավագ երեքշաբթին է, որը խորհրդանշում է արարչության 3-րդ օրը, երբ Աստված երկրի վրա դալար բույսեր եւ պտղատու ծառեր աճեցրեց։ Օրվա խորհուրդն ամփոփվում է նաեւ 10 կույսերի առակում, որի իմաստը Տիրոջ գալստյան մշտապես սպասելն է։ Քրիստոսի հարությանը նախորդող ավագ շաբաթը շատ խիստ եղանակային պայմաններ են լինելու, եթե այսպես սահուն անցում կատարենք եղանակին։ Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը նախազգուշացրել է, որ առաջիկա 2 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, ընդ որում առատություն է սպասվում Շիրակի եւ Լոռու մարզում, Սևանա լճի ավազանում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց ձորի լեռներում, Սյունիքի նախալեռներում եւ լեռներում ձյան ծածկը կարող է հասնել 30-ից 40 եւ ավելի սանտիմետրի։ Փաստորեն բոլոր այն մեր Հայաստանի բնակիչները, որոնք որ Արարատյան դաշտավայրում չեն բնակվում, շտապել են ըստ երևույթի անվադողերը փոխելու համար։ Չեմ կարծում, որ դեռ փոխել էին, արդեն փոխել էին։ Լավ։ Շատ բարի։ Ասեմ ավելին, որ ավելի լավ, ավելի վատ բաներ են տեղ ունենում։ Օրինակ Չինաստանում 3, գիտես ինչ քամի էր Պեկինում։
որ միջև 50 կիլոգրամ մարդկանց խորհուրդ չէր տրվում դուրս գալ փողոց։ 2014 թվականից առաջին անգամ այդպիսի հայտարարություն են արել։ Այսինքն քշում տանում էր քամին։ Ինձ դա չի սպառնում իհարկե, բայց ես շատ մարդկանց եմ ճանաչում, որոնք որ չէին կարող դուրս գալ Պեկինում փողոցներ։ Դա հուսանք ամեն ինչ կկարգավորվի։ Արդեն կարգավորվել է։ Պեկինում հուսանք որ մեր մոտ է ամեն ինչ կարգավորվի, թե եղանակի տեսականից, թե ֆուտբոլի, թե մեր ներքին հոգեկան իրավիճակից։ Այս պահին ինչ։ Այո, այս պահին այս լավ նոտայի վրա գնանք լսենք լավ երաժշտություն, վերադառնանք ու շարունակենք մեր առավոտյան ընթացքը։ Գնացինք։ Փորագրիր քո անունը մարմնից, մի տեսակ սարսափ ֆիլմից։ Սևակ Ամրոյանն է, աֆրիկական շատ երկրներում կա այդպիսի բան, փոխաբերական իմաստով են ասում։ Երգում միգուցե, բայց դե սպիավորում գոյություն ունի, չէ՞, Շրամիրով են եկել։ Տատուների տեղը անում են այդպես։ Միևնույն է սարսափելի է։ Սարսափելի է։ Դե մարդիկ տարբեր ձև են իրար սիրում եւ իր մարմինը, ամեն մարդ։ Հա, համաձայն եմ։ Եվ վերջը դա քո դու պետք է ասել որ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իր մարմնի հետ անել այն ինչ որ ինքը ուզում է։ Լավ։ Եթե դա ցավ չի պատճառը, ոչ մի խնդիր չկա։ Այո, եւ եւս մեկ շատ կարեւոր բան ցավի մասին, աշխատեք ուրիշներին ցավ չպատճառել։ Հա։ Այո, դա էլ ավելի կարեւոր է։ Անցնենք մեր սիրելի հովանավորներին եւ ժամանակն է ձեզ հերթական անգամ պատմեք այս հրաշքի մասին, որը կոչվում է ինչ։ Ստարկ, այո, Ստարկ ապրանքանիշը ներկայացնում է լվացքի թերթիկներ, սա հիանալի այլընտրանք է ծանր տուփերով լվացքի փոշիներին եւ գելերին։ Թերթիկներն ապահովում են խորը մաքրություն ինչպես գունավոր, այնպես էլ սպիտակ հագուստի համար առանց լրացուցիչ, սպիտակեցնող եւ փափկեցնող նյութերի։ Ստարկ լվացքի թերթիկները ամբողջովին լուծվում են ջրում, եթե անգամ ջուրը սառն է, հարմար է նեւ ձեռքի լվացման համար չեն պարունակում ֆոսֆատներ եւ պարաբեններ, էկոլոգիապես մաքուր եւ կենսաքայքայվող են։ Նորարարություն, որը կլավացնի լվացքի որակը, չի փչացնի հագուստը, կխնայի ջուրը եւ էլեկտրականությունը։ Պարզապես տեղադրեք այս թերթիկները լվացքի մեքենայի թմբուկի մեջ եւ վերջ թերթիկների օգտագործման ուղեցույցը հենց տուփի վրա է։ Գնումների համար կարող եք զանգարել 044 84 81 01 հեռախոսահամարով կամ ձեռք բերել Ստարկի պարագաները Օզոն եւ Wildberries marketplace-երից։ Marketplace-երից, որ չեմ օգտվում, չեմ կարող ասեմ marketplace-ներից։ Այո։ Հիմա անցնենք եղանակին, առավել մանրամասն խոսենք եղանակի մասին։ Կարելի է լվացքից հետո դուրսը փռել լվացքը, թե անիմաստ։ Բայց եթե եղանակը լավ է, իրականում դրսում չորացած լվացքը ուրիշ բույր եւ ուրիշ տրամադրություն ունի, քան Երևանում անձրև չի գալիս, որովհետեւ դրանից հետո պետք է եւս մեկ անգամ լվանաս կարծես։ Երկու անգամ ես օգտագործում Ստարկի այդ ամեն ինչը։ Так Ահա, ուրեմն, այս շաբաթ վատ է ամեն ինչ։ Եղանակային առումներով, այո, ինչպես արդեն հայտնի է, Հայաստանի շրջանների զգալի մասում ապրիլի 15-ին սպասվում են տեղումներ առանձին վայրերում ինտենսիվ, լեռներում, ինչպես նաև Լոռու, Տավուշի եւ Սյունիքի նախալեռնային շրջաններում կանխատեսվում են տեղումները ձյան տեսքով, ցերեկը Երևանում առավելագույնը 10 աստիճան տաք կլինի։ Եվս երկու օր այդպես պետք է դիմանանք։ Վատ չի, եթե դու սիրում ես այսպիսի եղանակ, վատ չի, եւ եթե տանը օրինակ հնարավորություն ես միացնել ինչ-որ տաքացուցիչ ինչ-որ բաներ կամ ունես բուխարի։ Այո, շատ ռոմանտիկ իրավիճակ է։ Խոսենք նաև ճանապարհների մասին, որոնք որ փակ են, կան փակ ճանապարհներ եւ հետաքրքիր նկատառում մեր գոլեգաների կողմից, ուրեմն հետաքրքիր է։ Եթե ուրեմն ԱՄՆ-ում հզոր քամիները կամ, չգիտեմ, ցիկլոնները կարող են անվանել, չգիտեմ, Կատրինա, Եվրոպայում կամ Ֆիլիպիներում Ռայի, Ռուսաստանում Նադյա, Հայաստանում Բարվի ուլեր։ Բայց ես այստեղ մի նկատառում ունեմ եւ ամբոստություն բարձրացնել այդ թեման։ Ինչու են ոչ, ինչու է հզոր ցիկլոնների անունները կանանց անուններ, այսինքն Նադյա, Կատրինա, Ռայի։ Նախապատմություն ունի, պատմությունը այսպիսին էր։ Ի սկզբանե մարդը, որը որ այդ ամենը որոշել էր, խնդիրներ ուներ իր սիրելի կնոջ հետ։ Սա հիմա ճիշտ պատմություն է։ Եվ բացի դրանից, սա եվրոպական պատմություն է։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներում այդ մարդը, որը որ առաջինը որոշել էր, որ պետք է այդ ցիկլոններին ուժակ քամիներին եւ փոթորիկներին անվանումներ տալ, առաջարկել
նշանակել էր, որ նրանց անվանումները լինել չսիրված ուրեմն քաղաքական գործիչների, որտեղ նրանք կամ բերում են իրենց հետ ինչ-որ վատ բաներ, կամ էլ եթե չեն բերում վատ բաներ իրենց հետ դեպի ափեր, անիմաստ ֆրֆռում են կամ պտտվում են օվկիանոսի գլխին։ Ինձ թվում է, որ երկրորդ տարբերակը լավ է, քան օրինակ անգամ ձեր ոչ այդքան սիրելի կնոջ անունով անվանել։ Ես երբեք կնոջ անունով չի անվանի ոչ մի ցուրտ քամի։ Բայց չսիրված քաղաքական գործիչն ու մեծ սիրով։ Նադյան չի կարող լինել Նադեժդա, այո, Նադյա, այո, հույսը մահանում է վերջին։ Լավ, փակ ճանապարհներից խոսենք, թե չէ հիմա արդեն խորացել ենք լեզվապետական տեսչության գործերը վերցել ենք մեզ վրա։ Որտեղ են փակ ճանապարհները։ Քանի որ ձմեռը վերադարձել է, կան նաև այո, փակ եւ դժվար անցանելի ճանապարհներ, այսպիսով փակ է Արագածոտնի մարզում ամբարդ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարիլիչ ավտոճանապարհը, Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, Սպիտակի ոլորանները կցորդիչով բեռնատարների համար դժվար անցանելի են։ Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում, բացի Կապան եւ Մեղրի քաղաքներից, Սարավան, Զանգեր կոչվող հատվածում, Երևան-Սևան ավտոճանապարհին, Արագածի ապարանի տարածաշրջաններում, Ջերմուկ եւ Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն, Սյունիքի բարձրադիր գոտիներում, Դիլիջանի ոլորաններում, Զորական հաղթանակ գյուղերում եւ Բերդ Ճամբարակ ավտոճանապարհին, Մառախուղ, Ստեփանցմիդա, Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Մինչև մեր պետությանը ճանապարհները փակ են, մարդիկ տիեզերք են թռնում, ասեմ ավելին, Զառա, ինձ թվում է, որ դու էլ կարող ես լինել այդ էկիպաժում։ Եթե լինեի Ջեֆ Բեզոսի հարսնացուն կամ Քեթի Պերի պես հարուստ։ Ով է մեղավոր, որ դու Ջեֆ Բեզոսի հարսնացուն ես։ Ես էլ եմ մտածում։ Միայն դու ես մեղավոր դրանում։ Այ Ջեֆ Բեզոսի հարսնացուն եւ Քեթի Պերին եւ էլի մի քանի գեղեցկույներ, փաստորեն գնացել են տիեզերք, շատ կարճ ժամանակաշրջանում իրականում։ 10 րոպե մոտավորապես, 10 րոպե 21 վայրկյան։ Ահա տեսնում ենք։ Հա, New Shepard NS31-ը առաքելությունը մեկնել է Կարման գից տիեզերքի միջազգայնորեն ճանաչված այդ սահմանը, հատել է, մասնակիցները զրոյական ձգողականության պայմաններում 3 րոպե սավառնել են հրթիռային պարկուճում, նախքան երկիր վերադառնալը, ընդհանուր առմամբ թռիչքը տևել է 10 րոպե 21 վայրկյան։ Հայտնիներից այո, եղել են Ջեֆ Բեզոսի հարսնացու Լորենս Սանչեսը եւ Փոփ Աստղ Քեթի Պերին։ Հա, ասացիք, որ միայն կանայք էին տիեզերք։ Միայն կանայք էին, այո։ Եվ սա առաջին անգամ է պատմության մեջ Վալենտինա Տերեշկովայի թռիչքից հետո, որ միայն ու միայն կանայք են եղել տիեզերքում։ Ну, պարզ է, շատ քիչ ժամանակով, բայց էլի մարդը գնացին եկան, էլի։ Ինչ ես, նախանձում ես։ Բարի նախանձում ես։ Բարի նախանձով եմ նախանձում։ Բայց դու պատրաստ ես հոգեպես։ Ոչ, եթե անկեղծ ոչ։ ոչ։ Ինչ ես նախանձում։ Կամ կուզեի։ Ոչ միայն նախանձում եմ ֆինանսական տեսանկյունից, այլ նաև համարձակության եւ խիզախության տեսանկյունից, որովհետեւ որոշակի խիզախություն եւ համարձակություն է պետք, իհարկե, ասենք, որ նախնական մոտ ռոմանտիկ է ամուսինը եկել է դիմավորի կնոջը օդանավակայանում։ Իրենք մոտ 1 տարի նախնական պատրաստվում են, եթե ոչ ավել, թե ֆիզիկապես, թե հոգեպես։ Քեթի Պերին վերադարձել է եւ համբուրում է երկիր մոլորակը, կարոտել էր, էլի 13 րոպե հեռու էր, կարոտել էր այդպես։ Բոբիկ ջուր մի երա, ոտ կմտնի փուշը տիարջան։ Փուշ կմտնի ոտը տիարջան։ Այո, հա։ Այնքան ուրախացա, որ այդ ստեղծագործությունը մի տեսակ նորովի դարձավ հիթ տարբեր սոցցանցերում եւ տարբեր ազգերի կողմից։ Տարբեր ազգերի կողմից, այո։ Բիթերից եւ ռիթմերից է այդ ամենը կախված։ Հա։ Գովազդ շանթի եթերում մնացեք մեզ հետ, մնացածի մասին կպատմենք գովազդից հետո արդեն։ Գնացինք։ Վերադարձանք տաղավար, որտեղ մենք հասցրել ենք հյուրընկալել մեր հյուրին, մինչ կհասցնենք հյուրի հետ զրուցել, խոսենք մեր հովանավորի մասին, ձեզ ենք ներկայացնում Euro Furniture կահույքի արտադրամասը, ցանկացած բարդության կահույքի պատրաստում, բարձրորակ նյութերով եւ սեղմ ժամկետներում, լամինատ, MDF, ներկված MDF, ընտրեք ու հաշված օրեր անց վայելեք ձեր երազանքների խոհանոցն ու հյուրասենյակը, ննջասենյակն ու միջանցքը։ Հասցեն Նիկողայոս Տիգրանյան 27, հեռախոսահամար 094 094 165 եւ իհարկե կհավորենք ձեր եւ մեր բնակարանները Euro Furniture-ի հետ։
Այ հիմա տեսնում ենք կադրեր Եվրոֆուրնիչերի կատարած աշխատանքներից, ինչպես արդեն հասցրինք ասել, մեր տաղավարում է Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի գիտքարտուղար, պատմական գիտությունների թեկնածու Նարինե Մարգարյանը։ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընթառաջ թանգարան ինստիտուտը տարբեր միջոցառումներ է կազմակերպում։ Տեղի ունեցած միջոցառումների ու մի արտառոց ցուցահանդեսի մասին այսօր կխոսենք առավել մանրամասն։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Դե պատմեք, ինչ նորություններ կան, որոնք ոչ դեռ նորություն են։ Նախ եւ առաջ շնորհակալություն հրավերի համար, իսկապես 110-ամյակի միջոցառումները բավականին խիտ են, մենք շատ հագեցած ժամանակացույցով ենք աշխատում։ Նախ եւ առաջ երևի թե ներկայացնեմ ցուցադրությունների հատվածը, որովհետեւ վերջիներս մեր գործունեության, Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի գործունեության ամենատեսանելի հատվածն են հանրությանը եւ սովորաբար մենք ամեն տարի մինչեւ 3-4 ցուցադրություն ենք կազմակերպում, ժամանակավոր ցուցադրություններ, այս տարի նույնպես բացառություն չի եւ մեր գլխավոր ցուցադրությունը այս տարվա, որը կբացվի ապրիլի 23-ին, դա հայոց փաստագրելով հանցագործությունը, հայոց ցեղասպանության ականատես վավերագրողներն են եւ այս ցուցադրությունը մոտ 65, գրեթե 70 երկրների ականատեսների վկայություններն են, դոկումենտալ վկայություններ, ֆոտոներ, նամակներ, հաղորդագրություններ, որոնք փաստել են հենց այդ ժամանակ ցեղասպանությունը, մարդիկ, ովքեր եղել են ցեղասպանության իրականացման գիզակետերում թուրքական իշխանությունների կողմից, չնայած որոշ արգելանքների, նրանք կարողացել են գրել, հրապարակել, լուսանկարել, այո, որովհետև գիտենք, որ այդ ժամանակ նույնիսկ արգելված էր լուսանկարելը, դրա վառ օրինակն է նաև Արմին Վեգները, որը կարողացավ ուղղակի հրաշքով փրկել իր լուսանկարների։ Իրականում մի քանի հոգու ենք ճանաչում, հիմա մենք մեր մասին, իմ մասին է խոսքը, միգուցե Զարանել ավելի շատ, դուք ասացիք, որ տասնյակ։ Մեր հասարակությունը գերմանացի մի քանի հոգի գիտենք, միգուցե Ամերիկայի Միացյալ Նահանգների ուրեմն դեսպանատան, Կարմիր խաչի աշխատողներից այդ մի քանի հոգուն, ֆրանսիացի նավաստիները, որոնք որ օգնեցին, ուրիշ ինչ երկրների մասին է խոսքը եւ ինչ քաղաքացիներ են դրանք, այնց հետաքրքիր է։ Նշեմ, որ իսկապես հանրությանը մի փոքր հատվածն է ներկայացվում, բայց նրանք իսկապես շատ են, նրանց թիվը, ովքեր վկայություններ են տվել եւ տպագրել հենց մամուլում, ասեմ, որ այս ցուցադրությանը զուգահեռ այդ հանրային ծանոթ դեմքերի ներկայացված են նաեւ նոր դեմքեր, դրանք անգամ այն մարդիկ են, ովքեր զինվորական ծառայության մեջ են եղել կամ եթե վերցնենք գերմանացի սպաները, ես գիտեմ, որ գերմանացի սպաները ունենք ականատես վկայություններ, նաև Կանադայից որոշ մարդիկ հնդկական արձագանքը նույնպես եղել է, որովհետև զինվորներ են եղել, այո, բացի դրանից նրանք Հալեպի հատվածում, Մոսուլի շրջանում, որպես անգլիական իշխանություններն են այստեղ եղել, նրանք նույնպես որոշակի ներդրում ունեցել են։ Այո։ Իսկ դա նոր է իմացել, իսկ նոր է բացահայտվել, թե շուտվանից ինստիտուտը գիտեր, բայց եթե գիտեր, հասարակությունը չի դրա մասին, պատմության գրքեր, ես չգիտեմ, մամուլ։ Հա, իսկապես, ինչի գիտենք հենց այն մի քանիսին, որոնք ավելի հայտնի են։ Այո, թերևս մեր ինստիտուտում նման մարդկանց իմացությունը մշտապես եղել է, այսինքն մասնագետները մենք մեր եւ կայքեջում եւ մեր հոդվածներում ժամանակավոր ցուցադրություններում մշտապես նպատակ ունենք նոր մարդկանց ներկայացնել եւ կարծում եմ այս անգամ եւս շատ հայտնի դեմքերի կողքին կարող են տեսնել նոր մարդիկ, ովքեր այդ ժամանակ հերոսական գործ են արել։ Ես մի բան կարճ ասեմ, հետո Զարան շարունակի զրույցը։ Օրինակ հրեական հոլոկոստի ժամանակ բոլոր այն մարդիկ, որոնք որ անգամ մեկ կյանք են փրկել, նրանց հատուկ կոչում եւ պաշտոն են տվել, կարծես թե հрьяաները։ Մենք այդ մարդկանց մասին այդքան քիչ գիտենք իրականում եւ սա ցավալի է շատ։
Այո, հրյաները ունեն երախտավորների այդ շարքը, մենք նույնպես ոչ իրենց նմանությամբ, բայց փորձում ենք այդ երախտավորների շարքը հաստագրել։ Բայց հրյա աշակերտները բոլորը գիտեն նրանց, դպրոցում անցնում են եւ դրա նրանց համար շատ, всё, ես լռում եմ, Զառա, խոսիր։ Նախորդ տարի ես հիշում եմ, որ ապրիլի 23-ին բացվեց Հայկինը ցեղասպանության զոհ եւ հերոս ցուցադրությունը, որը անչափ տպավորիչ էր։ Ես ուղղակի ում ճանաչում եմ հնարավոր բոլոր տարբերակներով, ասում եմ, որ գնան եւ տեսնեն, որովհետեւ դա մի կողմ էր, որը օրինակ ես ուղղակի չգիտեի եւ անտեսված էր իսկապես լայն հանրության համար համենայն դեպս այդ ցուցադրությունը գիտեմ, որ նաև Բուխարեստում է եղել, վերադառնալու է Հայաստան այս ընթացքում կարող են տեսնել եւ ինչ փուլում է, էլ որտեղ է ցուցադրվել եւ ցուցադրվելու։ Հայկինը ցեղասպանության զոհ եւ հերոս իսկապես այս ժամանակավոր ցուցադրությունը, որը թանգարանում ներկայացվեց շուրջ 1 տարի, բավականին լայն արձագանք գտավ եւ իսկապես այն իր տեսակի մեջ շատ յուրօրինակ էր, որովհետեւ իսկապես այդ գիծը գնում էր, որ կինը միաժամանակ զոհ եւ հերոս, այն կինը, որ ճանապարհին կորցրել էր իր հարազատներին, երեխաներին, նրանք կարողացան ուժ գտնել իրենց մեջ ոչ միայն վերապրելու, այլ նաև իրենց կյանքը նվիրելու հետագա սերնդի կրթությանը, դասյարակության, այսինքն նրանք աշխատում են որբանոցներում, հիվանդանոցներում եւ փորձում են այդ կերպ հաղթահարել իրենց ցեղասպանության այս բարդույթը եւ իսկապես այս ցուցադրությունը իր հագեցվածությամբ, այն նյութերով եւ որպես տեղեկատվական, այլ այստեղ հետաքրքիր նաև իրեղեն նյութեր կային, իրեղեն ապացույցներ, դա սկսած հագուստից մինչև ձեռագրեր, նամակներ ներկայացվեցին, ցուցադրությունը շրջելու է այսուհետ եւ առաջինը այո մենք փորձ ունեցանք Ռումինիայում Բուխարեստում այն ցուցադրվեց եւ շուրջ 1 ամիս կցուցադրվի այնտեղ իրենց ազգային Բուխարեստի ազգային թատրոնի շենքում համայնքի կրթական մշակութային այս հաստատությունների առաջնորդարանի համագործակցությամբ դա կարողացանք կյանքի կոչել եւ եւս մեկ շատ կարեւոր համագործակցություն շոաներով Զորյան ինստիտուտի եւ Զորյան Հայաստան ինստիտուտի հետ համագործակցելով մենք կարողացանք ցուցադրությունը տեղափոխել նաեւ Լատինական Ամերիկայի երկրներ, առաջին անգամ այն օրերս արդեն ցուցադրվել է Արիզոնայի պետական համալսարանում եւ նախատեսվում է, որ ողջ ամերիկյան այս մարտհամակում մի քանի տեղերում նաեւ պայմանավորվածություններ կան Բրազիլիան նույնպես ցուցադրելու։ Ցուցադրությունը ամենայն հավանականությամբ նաև ցուցադրության մասին նշեմ, որ հատուկ անդրադարձ եղավ նաև գիտական շրջանակներում եւ դրսի շատ հեղինակավոր թանգարանային ամսագրերից մեկում մեր աշխատակիցները կարողացան նաև տպագրել այդ նյութը եւ ներկայացնել միջազգային հանրությանը։ Բայց ինչպես միտքը հղացավ առանձին տարբերակով ամեն դեպքում անդրադարձանել եւ առանձին տարբերակով ներկայացնել, որովհետեւ իսկապես շատ քչերը գիտեն այն անունները, որոնք այդտեղ ներկայացված են, բայց առավել քիչ թե շատ հայտնի է, օրինակ Ավրորան Մարդիկանյան, Արշալուս Մարդիկանյան, Ավրորան, էլ ինչ դեմքեր կային, որոնք այդ ընթացքում բացահայտվեցին եւ ներկայացվեցին։ Մենք մշտապես մեր հետազոտությունների ընթացքում հավաքելով այդ փաստագրական նյութը եւ հասկանալով, որ իսկապես պետք է խոսել այդ մասին, որովհետեւ մենք միշտ ասում ենք դիմադրություն, պատկերացնում ենք զինվորների կամ զենքով դիմադրություն, իսկապես ունեցել ենք նաեւ նման կանայք եւ քիչ չեն եղել, բայց այն մարդիկ, ովքեր այն կանայք, որով իրենց առօրյա կյանքի ընթացքում դիմադրում էին տարբեր ձևերով, միտքը այստեղից հղացավ, բայց ասեմ, որ նույնը մենք անդրադարձ կատարեցինք 2 տարի առաջ հայ երեխաների ճակատագրին նաև, երևի թե այստեղից սահուն անցում կատարվեց, այո, այն երեխաները, ովքեր թրքացան, ովքեր չկարողացան պահել հայկական ինքնությունը, ովքեր նաև քաջություն ունեցան վերադառնալ հայկական ինքնությանը, այս ցուցադրություններն են, որոնք շրջում են եւ
հանրության տեղեկացնեմ, որ այն մարդիկ, ովքեր դեռ չեն հասցրել ցուցադրության ներկա լինել, կարող են Գյումրիում ցուցադրությունը կբացվի ապրիլ 30-ին, կարող են այնտեղ հայկինը ցեղասպանության զոհ հերոս։ Այո, իսկ երեխաների ցուցադրությունը ապրիլի 24-ին կցուցադրվի Կապանում։ Տիկին Մարգարյան, անդրադառնալով իմ առաջին հարցին, չէ որ դա միայն թանգարան չէ, դա ըստ ինձ առաջին հերթին ինստիտուտ է գիտական, որը որ անդադ աշխատում է նոր նյութեր, նոր պեղումներ, նոր հայտնագործություններ, սարսափելի, ցավալի, բայց շատ պետքական մեզ համար։ Ինչ կա, որի մասին դեռ չենք տեսել եւ ինչ նորություններ ունենք եւ ինչ կարգավիճակում ենք մենք հիմա, մենք նորից փորձում ենք աշխարհին ապացուցել, որ սա տեղի ունեցե, մենք փորձում ենք ինքներս մեզ ինքնակրթել, ավելի շատ իմանալ դրա մասին, ինչ է կարծում դուք, ինչ փուլում ենք մենք այս պահին։ Նախ եւ առաջ նշեմ, որ հենց այս հարցերի պատասխանները եւ հարցերն ու պատասխանները քննարկվելու են մեր այս տարվա գիտաժողովի ընթացքում, երբ 110-ամյակի միջոցառումների շարքում միջազգային շատ կարևոր գիտաժողով, որը վերնագրված է հայոց ցեղասպանագիտության մարտահրավերները, հայոց ցեղասպանագիտության ժառանգությունը, այնինչ մենք ստացել ենք եւ ապագան եւ մարտահրավերները։ Ահա հենց այս ընթացքում մենք փորձելու ենք իմի բերել, հասկանալ մենք այս նախկին 100 տարիների ընթացքում, այո, գիտական շրջանակները, հետևաբար արդեն հասարակությանը նույնպես եւ նախանշելու ենք մեր գիտական այն ուղղությունները, որոնք պետք է շարունակենք հաջորդ տարիների ընթացքում։ Հանրությանը ներկայացնելու առավել մաչելի տարբերակով ինչ տարբերակներ եք մտածում, որովհետեւ հիմա ավելի շատ սոցցանցերի դարաշրջան է, հիմա կարճ տեսանյութերի տարբերակով ավելի լայն լսարանի կարող ենք ինֆորմացիան հասցնել, ինչ նոր տարբերակներ կամ նոր մոտեցումներ կան, որ հանրության առավել լայն շրջանին հասցնել ինֆորմացիան, որովհետև կներեք, ես իմ օրինակով ասեմ, ես փոքր տեսանյութ էի պատրաստել real տարբերակով Ավրորայի մասին, ու ինձ թվում էր, որ դե բոլորը գիտեն, բայց երբ որ ես կարդացի մեկնաբանությունները, որը մոտավորապես 700 քանի 1 միլիոնին մոտ դիտում ունեցավ, ու ես որ նայում էի մեկնաբանությունները, այնքան ցավալի էր, որ չէին ճանաչում ուղղակի շատերը։ Այ ինչ է արվում, որ առավել լայն հանրությանը հասանելի դարձնենք այդ ինֆորմացիան։ Վերջին ընթացքում մենք նույնպես կիրառում ենք տեխնոլոգիական այս նորույթները եւ ռիլսերի տարբերակով եւ կարճ տեսանյութերի տարբերակով փորձում ենք հանրությանը այս կերպ ներկայացնել, բացի դրանից մենք ունենք նաեւ կրթական դասընթացներ, դրանք եւ դպրոցականներին են վերաբերում եւ ուսուցիչներին են վերաբերում տարեկան։ Դրանք պարտադիր են, թե ոչ, պարտադիր չեն, բայց ըստ ցանկության դպրոցները դիմում են եւ ըստ իրենց նախընտրած թեմայով դպրոցների տնօրենների, ինցիատիվաների, դասատուների, երեխաների։ Այո, ավելի շատ ուսուցիչների եւ համագործակցելով նրանց հետ մենք մեր գիտաշխատողները նրանց դասախոհբանախոսություններ են կարդում։ Բացի դրանից, այսինքն հանրային ավելի շատ շնորհանդեսներ են կազմակերպում, սեմինարներ են լինում, որոնք հանրային ձևով դրվում են եւ ցանկացողները կարող են մասնակցել։ Բացի դրանից մեր կայքեջը շուտով վերաթողարկվի արդեն ավելի նոր մոտեցումներով եւ այստեղից կարծում եմ եւս կարող են ազատ օգտվել եւ համապատասխանով ավելի հասանելի ինֆորմացիան նույնպես կարող են ունենալ։ Ազատ օգտվելու խնդիր չկա, խնդիրը նրանում է, որ մարդիկ այցելեն այդ կայք եւ հարցեր ունենան տալու, այսինքն հարցեր պետք է լինեն իրենց ներսում հուզող, ինչու մարդը պետք է գա այդ կայք, ինչի պատճառով, որտեվ ցավոք սրտի ես տեսնում եմ այս վերջերս կարծես թե մեր հասարակությունը մի քիչ այլ կողմ է սկսում, չգիտեմ, բևեռել կամ սևեռել իր հայացքը կամ եւ այլն եւ այլն։ Մենք անդադ օրինակ հիմա այս վերջերս ինչ որ փորձում ենք Թուրքիայի հետ բանակցել, խոսենք, բայց ոչ մի անգամ չենք ասում ժողովուրդ, մենք հարց ունենք չլուծված։ Այդ հարցը պետք է լուծենք, թե չէ, թե մոռանում ենք այդ հարցը։ Եվ ինչպես է այն
հաստատությունը, որտեղ դուք աշխատում եք, այդ դրան վերաբերվում։ Չէ՞ որ Թուրքիայում ներսում մարդիկ կան, որ այդ հարցը ինձ թվում է ավելի շատ են բարձրացնում, քան մարդիկ, որոնք որ Հայաստանում են ապրում։ Թանգարանը աշխատում է իր բնականոն հունով, աշխատում է շատ ավելի ծանրաբեռնված եւ շատ ավելի տեսանելի եւ մեր դիրքորոշումը որևէ ձևով չի փոխվել, ուղղվածությունը կարող եմ նշել դեռ ավելին, մենք ավելի խոր ուսումնասիրություններով եւ ավելի միջազգային հարթակներով հոդվածներ ներկայացնելով կարծես մեկ քայլ ցեղասպանագիտության, հայոց ցեղասպանագիտության ոլորտում առաջ ենք գնում, թերևս այդպես կարող եմ ասել եւ դրա ապացույցն է, որ 25 թվականին լույս կտեսնի Բրիլ հրատարակչության կողմից հրատարակված գիրք հայ երեխաների թրքացումը գիրքը, որտեղ մենք անդրադարձ ենք անում ցեղասպանության հետևանքներին, որպես թրքացում եւ այն երեխաներին, ովքեր, ինչպես նշեցի, չկարողացան վերադառնալ հայ ինքնությանը, այստեղ կա եւ իրավական անդրադարձը, եւ գաղափարական, եւ կրոնական, եւ ինչպես այսպես թուրքական իշխանությունների կողմից դա ներկայացվեց, փորձում է ներկայացվել կեղծ փրկություն, այսինքն նրանք այդ ձևով թրքացնելով փորձում են երեխաներին փրկել։ Մեր միջոցառումները գիտական են, թանգարանային, մենք բազմիցս փաստել ենք դրա մասին եւ թանգարանի այցելուները նույնպես, եթե վերլուծություն կատարենք, թիվը չի նվազում, իհարկե օտարերկրացիների թիվը մշտապես ավելի գերակա է եղել, բայց հետաքրքրությունը կարծես թե Էմիր Կուստուրիցյանը ցավալի է, բայց հիմա որ խոսում ենք մենք այն մասին, որ քննարկում ենք այն հարցը, որ ցավալի առհասարակ որ մենք ապրիլ ամսին ենք կամ ապրիլի 24 պլյուս մինուս այդ թեմային անդրադառնում ենք։ Էմիր Կուստուրիցյան, որ ես վերջերս եկել էր Ծիծեռնակաբերդ, այցելել էր թանգարան, թե ոչ թե տեղյակ չեք դուք։ Չէ, տեղյակ չեմ։ Եթե խոսենք շարունակական ուսումնասիրությունների մասին, այ հետաքրքիր է ինչ ուսումնասիրություններ են տեղի ունենում, որոնք ներկայումս ընթացքի մեջ են, ովքեր են դրանցով զբաղվում եւ ինչ նոր բացահայտումներ կան, որոնց մասին կարող ենք խոսել ու որոնք ներկայացվելու են։ Թանգարանը այս պահին ունի 5 գիտական բաժին, 5-ն էլ առանձին ուներ իրենց հետազոտական թեմաները, ուղղությունները եւ յուրաքանչյուրը իր ոլորտում փորձում է ավելի խոր ուսումնասիրել։ Մենք խոսում ենք, ճիշտ է, բոլորս էլ գիտենք, շատ ուսումնասիրված են, բայց ընթացքում շատ ավելի նոր փաստաթղթեր են բացահայտվում, շատ ավելի նոր վկայություններ են կարծես ի հայտ գալիս, որոնք կրկին պետք է դնել շրջանառության մեջ, ասեմ, որ նաև դրա օրինակներ համակենտրոնացման ճամբարների երևույթը, երբ գիտաժողով եղավ, ցեղասպանության թանգարանի կազմակերպեց եւ դրա հիման վրա դա եւս մեկ խոր ուսումնասիրություն է, որտեղ մոտ 20-ից ավել հետազոտողներ ներկայացրել են եւ Հայաստանից եւ արտերկրից իրենց ուսումնասիրությունները համակենտրոնացման ճամբարների մասին։ Այսինքն նման հետազոտությունները կարծես դա մեկ ուղղություն, երկրորդ ուղղությունը աղբյուրագիտական հետազոտություններն են, մենք զբաղվում ենք հուշագրությունների հրատարակմամբ, Ցեղասպանության թանգարանի ինստիտուտը ունի բավականին մեծ թվով հուշագրություններ, որ ձեռագիր եւ այդ հուշագրությունները մենք կարծես գիտական հանրույթին, նաեւ կրթական ծրագրերի մեջ ենք օգտագործում, գիտական աստիճանի ենք բարձրացնում, այսինքն այդ հուշագրությունները գիտական ապարատով, առաջաբանով հրատարակվում են եւ մատենաշարը մեր արդեն 15-րդ հատորը այս տարի լույս կտեսնի, սա նույնպես մեկ կարևոր ուղղություն է։ Բացի դրանից եւս մեկ բան հանրությանը տեղեկացնելու ունենք մեր թանգարանի կատալոգը, որը երկար տարիներ փորձում էինք իմի բերել եւ անգլերեն, ֆրանսերեն, շուտով նաեւ գերմաներեն եւ ռուսերենը, որ հանրությանը այդ ձևով եւս իրազեկելու միջոց կլինի։ Շնորհակալություն, իրականում այս թեման ցավալի է, շատ ծանր է, շատ դժվար է, բայց մենք անդադար պետք է դրա մասին խոսենք, որովհետև իսկապես մենք ունենք
չլուծված հարցեր։ Այո, եւ հիշեցնենք, որ մեր տաղավարում Հայոց Հասարակության թանգարան ինստիտուտի գիտքարտուղար պատմական գիտությունների թեկնածու Նարինե Մարգարյանն էր։ Գովազդ այս պահին շանթի եթերում, գովազդից հետո կշարունակենք մեր առօրյա եթերը։ Մնացեք մեզ հետ։ Վերադարձանք տաղավար, բայց երկար չենք մնալու, գնալու ենք երաժշտություն լսելու։ Այո, երաժշտություն շանթի եթերում, կուզե երկար մնանք, բայց երաժշտությունից հետո կվերադառնանք։ Աստղիկ Սաֆարյանը խորհուրդ է տալի չսպանել ձեր սերը, եւ իսկապես պետք չի սերը սպանել։ Այո, եւ Աստղիկ Սաֆարյանը բավական այսպես դադարից հետո նոր տեսահոլովակ է ներկայացնելու կամ օրերս արդեն ներկայացրել է, որովհետև անոնսը կար եւ ես շատ ուրախացա, որովհետև Աստղիկը իսկապես այն արտիստներից է, ովքեր իրենց ճանապարհը սկսել են Շանթ հեռուստաընկերությունից եւ ինքը շատ որակյալ երաժշտություն է միշտ տվել լսարանին եւ այդպես կարող է շարունակել, բայց երբեմն դադարներ ունենում է փոքրիկ։ Կյանքում բոլորս դադարներ վերցնում ենք։ Այս պահին ես առաջարկում եմ մի քիչ մտածել ոչ հոգևոր սնունդի մասին, այլ ֆիզիկական սնունդի մասին։ Այո, որովհետև եկել է այն էտապը, երբ ոչ, եղանակային սեզոնը, երբ բանջարեղենը շատ է, մեր համեղագույն բանջարեղենը, առավել մատչելի է, քան ձմռանը, եւ կարող ենք ավելի մատչելի տարբերակով կազմել մեր առողջ սննդակարգը։ Մատչելի է այդքան համաձայն չեմ, որտեղ գները կծում են։ Դե, հիշեմ։ Հա։ Լավ։ Այդ բանջարեղեն։ Ըստ էության ես թանկ բանջարեղեն եմ սիրում, իսկ Զարան ոչ այդքան թանկ։ Լավ դե, հիմա ամեն մեկը իր, հետո ես քիչ եմ սիրում ավելի։ Դու ըստ էության ամեն ինչ սիրում ես։ Ցանկացած բանջարեղեն։ Բծախնդիր եմ այդ պարագայում։ Օ։ Ծնեպեկ եմ սիրում օրինակ։ Դե ծնեպեկի 4 հատը, ամեն մի հատը։ Բա դե։ Դե թանկ չէ, ես ծնեպեկի հետ չէի։ Իսկ ես ծնեպեկ եմ սիրում։ Առողջ սնունդի մասին այդքան խոսեցինք, եկեք տեսնենք, թե մեր գոլեգաները ինչ են պատրաստել այս առումով ձեր եւ մեր համար, ինչու ոչ, գնացինք։ Ահագին բաներ իմացանք առողջ սնունդի մասին եւ ժամանակն է գնալ առողջ գովազդի։ Չէ, հովանավորի հետո նոր գովազդի։ Այդպես խնդիր ունեմ լիցքավորման ես։ Լիցքավորման խնդիր ունեմ եւ մեր հովանավորն է Stark ապրանքանիշը, որը ներկայացնում է USB 2A եւ 3A տեսակի վերալիցքավորվող մարտկոցները, հիանալի խնայող եւ արդյունավետ այլընտրանք է մյուս բոլոր 1.5 վոլտ մարտկոցների համեմատ վերջին սերնդի Stark USB մարտկոցների լիցքավորումը շատ հեշտ է կատարվում USB-C լիցքավորման փետրանք, պարզապես միացրեք դրանք ձեր համակարգչի, նոութբուքի կամ մեքենայի ցանկացած USB-C վարդակից եւ վերջ այլևս ստիպված չեք լինի ձեր երեխայի խաղալիքների, հեռակառավարման վահանակի, անլար մկնիկների ու այլ սարքավորումների համար անընդհատ մարտկոցներ գնել Stark USB մարտկոցների ամբողջական լիցքավորման համար ընդամենը 30 րոպե կպահանջվի, այնպես որ խնայեք ձեր գումարն ու ժամանակը ձեռք բերելով Stark լիցքավորվող մարտկոցները։ Գնումների համար ուղղակի զանգահարեք 044 84 81 01 հեռախոսահամարով կամ ձեռք բերեք Stark-ի պարագաները Ozon եւ Wildberries Marketplace-երից։ Marketplace-ներից։ Իսկ ես հիմա չհասկացա, օրինակ Stark-ի S-News գովազդում Նելիներն է կարվել, կարեր նույնիսկ դու նկարվեիր։ Չեն առաջարկել։ Չեն առաջարկել։ Բայց սա նաև շատ կարևոր է բնության պահպանման տեսանկյունից։ Որովհետև երբ որ մենք նետում ենք մարտկոցները, այդ մարտկոցները գիտենք, որ հետո շատ վատ բաներ են թողում։ Որովհետև երբեք չեն, այսինքն չասենք երբեք, բայց դարերով դրանք մնում են անշուշտ դա այդպես է, թե ինչ ենք թողելու մենք մեր երեխաներին, ինչպիսի երկիր եւ երկինք, սա խորը փիլիսոփական հարց է։ Դե հա, էկոլոգիական տեսանկյունից շատ ցավալի պատկեր ունենք մենք, բայց թխուր բաներից չենք խոսում, որովհետև
Հա, լավ, գովազ, անոնս էի ուզում անել, թե ովքեր են մեր հաջորդ հյուրերը։ Գելացի մարդիկ ինձ ինչ են պատմի, ասում են որ տենց ձեր մեքենաները ցեխոտվել էր, դե վատ բան չկա իրականում։ Ուղղակի սա հարայի ավազներ եկե հաս այստեղ։ Կարելի է քերել եւ ինչ որ Ինչ անել, նոր անապատ ստեղծել Հայաստանում։ Այո, ավազ ունենաք, Սահարա, անպայման չգնաք հասնեք Սահարան գալիս է ձեզ մոտ։ Ինչպես նաեւ գովազն է գալիս ձեզ մոտ։ Մնացեք մեզ։ Վերադարձանք գովազդից եւ Զարան էլի բան ունի ձեզ ասել, շատ կարեւոր։ Հենց հիմա ձեզ ենք ներկայացնում Euro Furniture կահույքի արտադրամասը, ցանկացած բարդության կահույքի պատրաստում բարձրորակ նյութերով եւ սեղմ ժամկետներում, լամինատ, MDF, ներկված MDF, ընտրեք ու հաշված օրեր անց վայելեք ձեր երազանքների խոհանոցն ու հյուրասենյակը, ննջասենյակն ու միջանցքը։ Հասցե Նիկողայոս Տիգրանյան 27, հեռախոսահամար 094 094 165։ Կահավորեք ձեր բնակարանը Euro Furniture-ի հետ։ Կեցես, հիմա, վերադարձանք, երևացինք, այ հիմա կարող ես անոնսել։ Մենք երկար չենք մնալու տաղավարում, հիմա գնում ենք երաժշտություն լսելու, վերադառնալու ենք և այս եթերաշրջանի իմ ամենասպասված և ամենասիրելի նախագծերից մեկի մասին ենք խոսելու, այո, և ես շատ եմ սպասել բոլոր եթերաշրջանները նայել եմ, կարող եմ անգամ գիտեք ինչ հարցման մասնակցել և ես բոլոր հարցերին ճիշտ կպատասխանեմ այդ թեմայով։ Հարցման մասին դեռ կմտածենք, դեռ չկա այդպիսի բան, դեռ չկա, բայց այո, այդ հարցման ես կարող եմ մասնակցել։ Կարող են քեզ տալ հայ սուպերստարը գիտակ մեդալ, ուզում ես։ Ես կարող եմ նկարել։ Իհարկե, դե մենք այս ընթացքում գնանք երաժշտություն լսենք, իսկ իմ մեդալը պատրաստվի։ Գնացինք երաժշտություն լսելու։ Լսում ենք Հայկոյի կատարումներից նվիրված Երևանին, երաժշտական թեմայից հեռու չենք գնում, շատ շուտով Շանթի հեռուստադիտողը ականատես կլինի այս եթերաշրջանի, ինչպես արդեն ասացինք, ամենասպասված, ամենամասշտաբային ու ամենաթեժ նախագծերից մեկին, հաշված օրեր անց մեր եթերում կլինի Հայ Սուպերստար 6-ը։ Նախորդ շաբաթ մենք հյուրընկալել էինք հաղորդավարներ Գոհար Գասպարյանին ու Զիրոյանին, պրոդյուսերներից Սեթրակ Գոջամանյանին և խոստացել էինք, որ այս շաբաթ հյուրընկալելու ենք Հրաչ Ղուկասյանին և ժյուրիի անդամներից համատեղության կարգով մեր գործընկեր Գորգուլովը և Սյուզաննա Մելքոնյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, ուրախ ենք ձեզ հյուրընկալել։ Նախ եկեք, դու պիտի հարցես։ Դուք հյուր եք։ Այո, հարցը երբ է սկսում։ Ուրախ ենք ձեզ հյուրընկալել և լավ, առաջին եթերը երբ է լինելու, ամսի քանիսին, երբ սպասենք։ Նախ բարև ձեզ։ Մատ է բարև ձեզ։ Ուրեմն առաջի եթերը հետաքրքիր է, որ եթերից սկսեցիք խոսելը, որովհետև ես մտածում էի նախաբան, ինչև գանք հասնենք հետը։ Նախաբանը Սեթրակ Գոջամանյանի հետ արդեն խոսել ենք, բայց էլի կխոսենք։ Փաստորեն։ Սեթրակը բոլոր հարցերը։ Այս ամսի 20-ին։ Ամսի 20-ին։ Կիրակի օրը, ժամը 21:00 Ոչ մի բան չենք պլանավորում։ Ոչ մի բան չենք պլանավորում, այո։ Նայում ենք մեր պատրաստած մեծ շոուն, որը որ շուտով եթերում կլինի։ Հրաշալի, եթե այսպես փոքրիկ հետահայաց անենք մեկնարկի։ Հետահայաց վարում քրկա վերջում թե չէ։ Ոչ, առանց քմ։ Ինչպես եղավ ժյուրիի ընտրությունը, ինչպես եղավ հաղորդավարի ընտրությունը, մենք քննարկել ենք նախորդ անգամ, այլ խոսենք ժյուրիի մասին, ինչպես որոշեցիք ժյուրիի կազմը եւ արդյոք 3 հոգի է լինելու, թե պարբերաբար հյուրեր լինելու են որպես 4-րդ ժյուրի։ Իսկ ասենք, որ Անդրեն էլ է ժյուրի։ Ասել ենք։ Նախ Անդրեի ու Գորի փաստը դա ինձ թվում ոչ զարմանալի է, ոչ է մտածելու է դրա մասին, ինչի պիտի իրանք լինեն ժյուրիում։ Այդքան փորձառություն ունեցող մարդիկ այսքան պատմության մեջ լինելով բնականաբար է։ Սյուզանի տարբերակը մեր այս սեզոնի գլխավոր կետն է, որ ամենա երևի Շանթիի պատմության մեջ եղած ամենակարևոր բաներից մեկն է։ Տեսեք, Սևակը ազգային երգչում
էլի շանթի ճանապարհն անցած մարդ նստում է ժյուրի, գիտեք ոնց որ մեր արած գործի լավագույն արդյունքներից է համարվում, համ մեր համար, իսկ Սյուզանի տարբերակը անքննարկելի է եղել հենց սկզբից, մենք բոլորս մտածել էինք, մանավանդ վերջի մեծ հաջողություններից հետո, այդ ընդհանրապես չէր մտածում, որովհետև մտածում էինք առաջի պրոյեկտը որն է լինելու, որ հրավիրենք Սյուզանին, որովհետև ավելի լավ թեկնածու այս ճանապարհն անցնող, տեսեք հիմա համոզմունքը ավելի շատացավ ու վերջնական փակվեց թեման այն դեպքում, երբ որ Սյուզանին տեսանք կադրում, ոնց է խոսում, ոնց է արտահայտվում ընդհանրապես մասնակիցների հետ կապված, որովհետև կարծում եմ այն ժյուրիները, ովքեր չեն եղել մասնակից, միգուցե մեր պրոյեկտներում մի տեսակ զգացողությունն ու մոտեցում ուրիշ ձևով էր, բայց Սյուզանի դեպքում նենց հետաքրքիր է ինքը նայվում այդ process-ի մեջ, որովհետև մասնակիցների ամբողջ էմոցիոնալ ֆոնը տիրապետում է ու գիտի ոնց պիտի խոսե այդ երեխան որ հատվածում իր զգայական բաներ կունենա, ճիշտ է, բնականաբար մարդիկ են նեղացել են, մտածելով, որ իրանք աստվածային հնարավորություններ ու պոտենցիալ ունեին, դա շատ է լինում, բայց հիմա ունենք այն, ինչ որ ունենք, Սյուզանա ասում է, այն ինչ որ ճշմարտությունը կա որպես մասնագետ ու մեր համար համ հաճելի է, համ պատիվ Սյուզանի հետ աշխատելը։ Սյուզաննա Մելքոնյանը Հայ Սուպերստար 4-րդ նախագծից էր, ինչպես եղավ առաջարկը, ինչքանով սպասելի էր, մի անգամից համաձայնվել։ Նախ բարի լույս, շնորհակալություն հարցի համար, Զարա ջան, իրականում շատ հաճելի էր, ես նոր էի վերադարձել Հայաստան, երբ Հրաչը զանգահարեց, կլինեմ անկեղծ, երբ Սուպերստար 6-ի անոնսը դեռ տարվա սկզբին գնում էր, ես որ անտարբեր չեմ մեր հեռուստանախագծերի նկատմամբ։ Չէի կարող, տարիքս չի ներում։ Ես իրականում իմ մեջ բավականին մտածում էի, այսքան դադարից հետո ովքեր կլինեն ժյուրիի կազմում, որովհետև բավականին երկար ժամանակ է անցել Սուպերստարից, 12 թե 13 տարի, այո։ Եվ այս ամենը 12, առաջինից 19։ Այո։ Եվ երբ Հրաչը զանգահարեց, իրականում այնպես չի, որ շատ զարմացա, բայց շատ հաճելի էր, ինչու եմ ասում չզարմացա, որովհետև ես արդեն ժյուրիի կազմում եղել եմ Ռուսաստանի Դաշնությունում և տարբեր ոչ հեռուստանախագծերում, փառատոներում, այսինքն իմ առաջին փորձը չէ որպես ժյուրի, բայց իմ հարազատ հեռուստաընկերությունում, որտեղ ես իմ պրոֆեսիոնալ քայլերը սկսել եմ այստեղից, անշուշտ այստեղ արդեն պատասխանատվության աստիճանը մի քիչ այլ է, որովհետև ես այստեղից եմ սկսել և շարունակել իմ ճանապարհը ու դարձել համենայն դեպս այն, ինչ որ այսօր կամ եւ այդ վստահությունը պատահական չի եկել ստեղծագործական կազմի կողմից ու առաջին բանը որ զգացի լարվածությունն էր այդ առողջ լարվածությունը որ մեկ այլ բան է երբ դու մասնակից ես գալիս երգում գնում ես եւ քո աշխարհում այդ էմոցիոնալ դաշտը կա բայց բոլորովին այլ բան է աշխատել ռեժիսորների պրոդյուսերների մի ամբողջ մեծ թիմի հետ որոնք կադրից դուրս են աշխատում ու իմ դեպքում դժվար է որովհետեւ լսումների փուլում ես նկատեցի մի փաստ, որ շատ մասնակիցներ հենց նայում են ինձ այդ որոշիչ խոսքի ժամանակ, այո, ոչերի դեպքում ու բոլորի մոտ կա տպավորություն, որ եթե ես եղել եմ մասնակից, ես միշտ պարտավոր եմ ասելու այո, եւ Հրաչը շատ ճիշտ նշեց, որ այո, գտնվել են սուբյեկտներ, ովքեր նեղացել են, բայց այսօր կնեղանան ու վաղը կհայտնեն այդ շնորհակալությունը, որովհետեւ ես փորձել եմ հնարավորինս լինել անկեղծ եւ օգտակար լինել մասնակցին այս պարագայում։ Իդեպ մի բան հավելեմ, Սյուզանի ներկայությունը շատերին ստիպել էր մտածել են մասին, որ բոլորը պիտի երգեն Սելին Դիոն, դա կփաստի գործը եւ տղաների մի հոծ բազմություն երգում էր Սելին Դիոն ու որը շատ զարմանալի էր բոլորիս համար, ինչի կանացի գործ վերցնել, ну, հա, օքեյ, ձայն ցույց տալու տեղ կա բան, բայց շատերը երգում էին, իրականում շատ զարմանալի փաստ էր։ Ես հիշում եմ գորի դեմքը լսումների ժամանակ։ Հա, որովհետև ոչ մեկ Slayer չերգեց իմ համար։ Դա իմ խաթր, ամբողջալիկա։ Երրորդ հարցը ինձ պետք է, դες առաջին հարցը դες։ Այո։ Հիմա ինձ հարցը։ Սովորաբար ես որպես հեռուստադիտող ասեմ, ձեր կերպարը ժյուրի անձնակազմում միշտ ավելի այսպես կտրուկ է ընկալվել։ Ցինիկ։ Չզեց այդ բառը։ Առողջ բառ է դա, այո։ Ավելի կտրուկ է ընկալվել։ Ֆիլիսոփական դպրոց է կինիկների։ Դա։
որպես այդպիսին ինչ որ կերպար էր օբրազ, թե դուք այդպիսին եք եւ եթերում չէ, ձեր հետ եմ այդպիսին եթերում։ Դե ոչ այնքան որքան օրինակ, որպես նախագծի ժյուրի։ Դուք խոսել գիտեք որտեվ։ Տեսեք ինձանց լավ եք հայերեն խոսում։ Իսկ երբ որ գալիս է մարդ, որ ինձանց վատ է երգում, բայց իրեն թվում է եւ իրեն ամբողջ կյանք ասել է, որ ինքը ինձանից լավ է երգում, ես իրեն պիտի ասեմ անպայման, որ չէ, տղա ջան, կամ չէ, գեղեցկուի։ Եվ նա հուզվում է, իդեպ, նա հուզվում է, որ իրեն ասում են, որ դու լավ չես երգում։ Չէ, իսկապես, ի տարբերություն մնացած ժյուրի անդամների, եւ դա այդպես միշտ է կարծես թե, ես միշտ եղել եմ այն մարդը, որը որ չի երգում եւ չունի աբսոլյուտ слух, երգեցողության չի։ Բայց ունի երաժշտական լավ ճաշակ։ Դե լավ թե վատ, հա, ունի ճաշակ։ Յուրովի ու ճաշակ ունի, որը որ ինձ համար լավ է եւ Զառայանը միգուցե լավ է։ Չի նշանակում, որ բոլորի համար լավ լինի։ Ես ուղղակի հասկանում եմ, որ սա լավ է կամ վատ եւ վերջ։ Ռնգային է, ռնգային չի, ֆորտե է, պիանո է, դա բոլորը կասեն Սյուզին եւ Անդրեն եւ շատ լավ ասում են։ Իսկ ես տեսնում եմ մարդու ապագան, թե ինչպիսին նա կարող է լինել բեմում։ Ես հասկանում եմ, ինչ ներքին աշխարհն ունի, իմ համար դա կարեւոր է, ինչ ճաշակ ունի, ինչ երաժշտական ընտրություն է արել, ինչպես է պատրաստվել, դա ինձ համար կարևոր, որովհետև եթե դու տղա ես եւ չունես ձայն, բայց եկել ես ու ուզում ես երգես Ուիթնի Հյուստոն կամ Սելին Դիոն, անիմաստ, որովհետև Սյուզաննա Մելքոնյանն նստած ու քեզ թվում է, որ եթե դու այդքան սրտաճմլիկ մի հատ նոտա վերցնես Սյուզաննը քեզ ասի այո եւ դա քեզ հերիք է, բայց ցավոք սրտի Սյուզաննան չի ասում այո, հասկանում եք, խնդիրը դրանում է, այսինքն մարդիկ պետք է մի քիչ մտածեն եւ եթե դու քայլ ես անում կամ ուզում ես քայլ անել դեպի շոու բիզնես, դու պետք է հասկանաս, որ սա դաժան աշխարհ է։ Շատ դաժան, շատ ավելի դաժան, քան դզով փչողի աշխարհը, միգուցե տաքսի վարորդի աշխարհը, որովհետև ստեղ քեզ կամ սիրում են, կամ ատում են։ Եվ շատ կտրուկ է այդ անցումն է լինում։ Այո, այո։ Ինչպես որ հիմա մեր անցումը կլինի դեպի գովազդ։ Դեպի գովազդ վերադառնանք եւ խոսելու ենք, տեսնենք եղել են ինչ որ զվարճալի կամ այդ ֆորմատից ինչ որ իրավիճակներ։ Բայց ես նաեւ ուզում եմ, որ Հրաչը անպայման խոսի նրա մասին, թե ինչպես 12 տարի անց որոշվեց հայ սուպերստարը վերադարձնել եւ ինչ փոփոխություններ կան ֆորմատում, որտեղ նրանք կան։ Գովազդ շանթիերում։ Վերադարձանք տաղավար, հիշեցնեմ, որ զրուցում ենք հայ սուպերստարի մասին, որը եթերում կլինի ամսի 20-ին ժամը 20:00-ին Շանթի եթերում։ Հիմա մի քիչ խոսենք պրոդյուսերական մասի հետ կապված, ինչպես կայացավ նախագիծը, ինչ փոփոխություններ են եղել նախագծում։ Գիտեմ, որ ֆորմատային չի կարելի, չէ՞, ինչ որ շատ փոփոխություններ ան, դա ինքը միջազգային է, բայց հնարավորինս եթե եղել են փոփոխություններ, դրանց մասին։ Չէ, ֆորմատային միգուցե վերևից է փոփոխություններ։ Հա, հենց միջազգային։ Անգլիայից, Լոնդոնից։ Նախ Գորջան, մինչև այս հարցին դուք նախորդ բանը գովազդից առաջ հարցը տվեցիք բովանդակությունը։ Այո, այո։ Պատմությունը, չէ՞։ Ինչու որոշվեց, ինչու 12 տարի անց, ինչ կարևոր է։ Տեսեք, Շանթի համար դե արդեն բոլորս գիտենք երևի հոբելյանական տարի է համարվում, մեր բոլոր հաղորդումներում, ծրագրերում խոսում ենք։ Եվ հայ սուպերստարը Շանթի համար եղել է երկրորդ պրոյեկտը սիմվոլիկ այն իմաստով, որ այցեքարտ գրեթե ով է ուզում դառնալ միլիոնատերից հետո 2003 թվականին, երբ Հայաստանում սկսվեց պրոյեկտը, բոլորի համար զարմանալի էր, որ դա հնարավոր է այս երկրում ունենալ հեռուստատեսային պրոյեկտ, որի իրավունքները գնված են բրիտանական կամպանիայից եւ դրա հաջորդ քայլը հենց եղավ երաժշտականը հայ սուպերստարը եւ ապացուցեց, որ հնարավոր է մեր երկրում ունենալ այդ մասշտաբների եւ այդ հնարավորություններով պրոյեկտ, որ նոր սերունդներ կձևավորի երաժշտական աշխարհում։ Հենց դրանով էլ երևի սիմվոլիկ է պրոյեկտը եւ 30-ամյակի կապակցությամբ որոշեցինք, որ անել տնօրենության հետ միասին եկանք արդյունքի, որ ճիշտը սուպերստարով տարին նշելն է, այդպես դա այդ մասով։ Իսկ ինչ վերաբերվում է
պրոդյուսերական մասով կայացման process-ի հետ կապված ճիշտ է կարևոր շատ մեծ դեր ունեն մեր հովանավորները այս պահին, որոնք որ համ գիտեին պրոյեկտի մասին, համ նորից վստահեցին եւ իրենց մեծ ներդրում ունեցան պրոյեկտի կայացման գործում, որովհետեւ եթե իրենք չլինեին, պրոյեկտը չէր կայանալու։ Մենք արդեն սկսել ենք ու պրոյեկտի այն ամենակարևոր բարդ փուլերը հենց սկզբնական անցել ենք։ Այնտեղ, չգիտեմ, անվանական երևի փորձեմ նշել, գլխավոր հովանավորն է Ատ Մարտինան, որը մեր բոլոր պրոյեկտներում համարյա թե ունի իր մասնակցությունը, ունենք երևի կնեղացնեմ, որ չասեմ, բայց կասեմ բոլորի անունները, Պապուծի, չգիտեմ հայերեն Պապուծի, որը նոր հավելված է հեռախոսում, եթե քաղաքից դուրս ես կամ որևէ տեղ, այդ հնարավորություն կա Պապուծի միջոցով գալ հասնել քո ուզած տեղը, եթե ճանապարհին է մարդ, որը գալիս է ուղղակի, դա տաքսի չէ, դա ուրիշ մտածելակերպ է։ Դեգուստոն, որը մեր երեխաների սնունդն է ապահովում եւ ոչ միայն երեխաները, ժյուրի անդամներն շատ գոհ, բոլորը գոհ են այդ մասը։ Այդտեղ ծնեփեք են իստեղ։ Ասեմ իմանաս։ Եվ դեղագործական կամպանիան, որը որ կհիշեք դեղի անունը, ներողություն։ Ես Աֆոբազոլ։ Այո, մեր մոտ հիմա ի հայտ է գալի Աֆոբազոլը, քանի որ մեր երկրում օրենքներ կան, որ դեղի մասին շատ բան ասել չի կարելի, ես ընդհանրապես կասեմ անունը, ոչ ավել, որովհետև ինֆորմացիան ամբողջությամբ չեմ տիրապետում։ Հաղորդավարները դա ավելի գրագետ սիրուն կասեն մեր հաղորդման շրջանակներում եւ իհարկե ի վերջո էքստերիերը, որը մեր տարիներ շարունակ գործընկերն է եղել եւ հիմա շարունակում է մեր հետ գործընկերությունը, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին մեր հետ համագործակցելու եւ այս լավ պրոյեկտը առաջ տանելու համար։ Այ հիմա գանք ֆորմատային փոփոխություններին, ինչ է տեսնելու հեռուստադիտողը։ Ինչն է փոխվել ավելի կոնկրետ ի համեմատ առաջին սուպերստարների։ Տեսեք, փոփոխություն որպես այդպեսին ինքը ունի ստանդարտ ողնաշար եւ շարժվում ենք այսպես թե այնպես նույն ողնաշարով։ Փոփոխությունները փոքրիկ փոփոխություններ են, որոնք որ էական մեծ բան չեն փոխում, զուտ ժամանակի հետ կապված այսօրվա ավելի տեմպով, ավելի դինամիկ լինելու, դրանք ժամանակին ավելի մեծ տարածություն էր պետք ժամանակային գործը գլխի բերելու, հիմա ուղղակի կարճացված է, որպեսզի տեսեք օրինակ քվեարկություն կար workshop փուլում, որը որ արվում էր հեռուստադիտողի կողմից, եւ ժամանակ էր պահանջում գրեթե ամիս ու կես, հիմա այդ process-ը թողված է ժյուրիի վրա, որովհետեւ պարզ պատճառ է ժյուրին, պրոֆեսիոնալներ են նստած գործի պատասխանատու մարդիկ, որոնք որ եթե ակնհայտ գիտեն, որ այս երեխան շոուի մասնիկ կարող է լինել իր ամեն ինչով կամ պոտենցիալ ունի երգի շատ լավ, ինչի մտածել այդ մասին, որովհետև տեսեք, եղել են դեպքեր, որ մասնակիցներ են հայտնվել գալայում քվեարկության արդյունքում այդ պահին դեռ չմշակված բանի արդյունքում։ Եվ եղել են դեպքեր, երբ որ մենք լավ երեխաներ ենք կորցրել, որովհետև նրանք այդքան ձայներ չեն հավաքել, որովհետև դու հասկանում ես, որ ինքը լավն է ունի պոտենցիալ, բայց միգուցե չունի այդքան բարեկամ։ Վատ երգողը ունի շրջապատ, շրջապատի քվեարկությամբ չի։ Չէ, դա գալաներում կլինի։ Գալաներում SMS կլինի։ Workshop-ի մասին 10 երգակից, 3 տասնյակից ընտրում ենք ֆինալիստներին ժյուրի անդամները։ Այն 12-ի դեպքում արդեն ժողովուրդը սկսում է քվեարկել։ Էլի լինելա վերջնական սուպերստարին ընտրում է ժողովուրդը։ SMS քվեարկությամբ։ Իսկ համացանցում կա լինելու է շանթի էջի առանձին քվեարկությունը, հիմնվելու ենք SMS-ների եւ մի մասը շանթի էջում դրվածի։ Տեսեք, մեր
ցանկությամբ չէ դա, պահանջը էլի Fremantle մեդիայի պահանջն է, որ SMS քվեարկությունը ամենահիմնավոր բանը պիտի լինի մեր համար։ Այսինքն դեռ ամբողջ աշխարհում SMS քվեարկությունը ակտուալ է եւ դրական եւ ինձ թվում է խնդիրն անում է, որ SMS քվեարկությունով շատ ավելի քիչ խարդախություններ են լինում իրականում, քան օրինակ, երբ որ դա կարող են էջերը կոտրեն, մի կոմպից 100 անգամ քվեարկել, ինչքան դու ուզում ես IP-ներով եւ այլն արա, դա մեծ խնդիր է։ SMS-ը սեղմեցիր գնաց եւ դա երևում է ոչ միայն քո մոտ, այլև նաեւ բջջային այդ օպերատորի մոտ եւ այլն ավելի པարզ է եւ ավելի թափանցիկ է, այսպես ասեմ։ Հետաքրքիր է, տեսեք, նախորդ սուպերստարից, վերջին սուպերստարից հետո անցել է ժամանակ 12 տարի մոտավորապես եւ ժամանակները բավականին փոփոխվել են, այդ թվում նաեւ հիմա կա հարթակ, օրինակ TikTok-ի, Instagram-ի միջոցով երգել եւ հայտնի դառնալ, երգել եւ արժանանալ հետևորդների գովերքներին եւ դա ձևավորում է որոշակի ինքնագնահատական եւ այդ ինքնագնահատականով այդպես մարդը հայտնվում է ժյուրի առաջ բեմին։ Այ հետաքրքիր է ինչ-որ վիճելի դրվագներ կամ մասնակիցների ըմբոստություն արդեն բախվել եք այդպիսի խնդրի եւ ինչ լուծում է լինում այդ դեպքում։ Ճիշտ ասած, ես կուզեմ Սուզանան պատասխանի հարցին, որովհետեւ տեսեք, ինչքան էլ որ ինձ հարթակը հայտնի դառնալու ճանապարհ է, բայց հայտնի դառնալ օդ եւ հայտնի դառնալ հիմնավոր դրանք այդպես են տարբերում կարծում եմ Սուզանան ավելի լավ կնկարագրի այդ հայտնիության ամբողջ հիմքը ինչով է ձևավորվում ու ինչն է տարբերությունը էլի շատ լավ հարց ու իրականում ես սպասում եմ այս հարցին որովհետեւ ունեմ ասելիք ես որպես կատարող մարդ ում ճանապարհը անցել է նման հեռուստանախագծերի շրջանակներում ով սկսել է շարունակել է մինչև միջազգային բեմ ես կարող եմ իմ փորձից ասել որ որքան էլ մեդիա դաշտը այսօր անում է իրենը բայց հենց նույն մեդիա դաշտի սուբյեկտը երբ հայտնվում է հեռուստանախագծում մեկ այլ բան է երբ որ դու քո հեռախոսի Android-ների միջոցով փորձում ես լինել հայտնի դա շատ սեղմ պայմաններ է բայց բոլորովին այլ բան է երբ դու այդ միջավայրից տեղափոխվում ես հեռուստատեսություն աշխատում ես մեծ թիմի հետ եւ արդեն ժյուրիի առաջ։ Այստեղ պարզ ինձ համար կային մասնակիցներ, ովքեր ուղակի անհաջողության մատնեցին հենց իրենց, որովհետև իրենք չունեին այդ փորձը եւ չափազանց վստահույթ, ընդհանրապես վստահ լինելը լավ բան է մրցույթում, անվստահ ու թերարժեքության բարդույթով լինելը ընդհակառակը վատ է, բայց այստեղ չափազանցված ինքնավստահություն կար նման սուբյեկտների մոտ, որ եթե իրենց X մեդիա դաշտում հայտնի են, ամենայն հարգանքով այդ մարդկանց նկատմամբ եւ ունեն on-line դաշտում սուբյեկտներ, ովքեր այսպես ասած իրենց հետևում են ու լայքեր են նշանակում եւ այլն, սա բոլորովին այլ նավ է, այսպես ասած, եւ եթե դու այստեղի օրենքներով չես շարժվում, այսինքն առավել մեծ քրտնաջան աշխատանք է պետք, հիմնվել այդ մեդիա դաշտի օրենքների վրա եւ փորձել հեռուստատեսությունում կարողանալ հաղթահարել այդ կամուրջը, դրանք երկու տարբեր բաներ են եւ ես լինում էր, որ հետեւում էի ընթացքում շատ մասնակիցների մեդիա դաշտում, որովհետեւ ինձ հետաքրքիր էր ինչպիսին են իրենք, օրինակ, առօրյա կյանքում, ինձ համար պարզ էր արդեն ինչի օրինակ էս տղան կամ աղջիկը հայտնվելով սուպերստարի լսումների փուլում չէր կարողանում դրսևորվել որովհետև կային սուբյեկտներ, ովքեր ունեին չափազանցված ինքնավստահություն ու դա իրենց դեմ դուրս եկավ բեմում։ Շատ վիճելի հարց է։ Պետք է կարողանալ հասկանալ, որ մեծ հարթակները բոլորովին այլ պահանջներ ունեն եւ եթե դու հիմնվում ես քո մեդիա դաշտի օրենքների վրա, դու այնտեղ ձախողվում ես։ Որպես ժյուրի անդամ Գոր։ Այո։ Դուք ինչ կարող եք ասել այս թեմայի հետ կապված։ Ես կարող եմ ասել, որ կան միլիոնավոր, տասնյակ միլիոնավոր տիկտոկերներ։ Նրանցից մի քանիսն են դարձել գերաստղ, ապացուցելով, որ կարող են հավաքել օրինակ դահլիճներ, մարզադաշտեր, կան այդպիսի դեպքեր։ Անգամ սպորտում, որ մարդը տիկտոկեր է եղել, հետո դարձել է բրծկամարտիկ օրինակ։ Բայց նրանք մի քանիսն են այդ միլիոնավորների մեջ։ Իսկ եթե հակառակ կողմից գանք, շատ հայտնի երգիչները, որոնք որ արդեն հավաքում են դահլիճներ եւ այլն, հետո դառնում են TikTok-ի հերոսներ եւ նրանք շատ ավելի շատ են։ Այսինքն
ճանապարհն է տարբեր։ Դու կարող ես այդպես գալ հասնել շոու բիզնես, բայց այդ ճանապարհը շատ ավելի դժվար է, քան հակառակը։ Հա, բայց դուք կարող եք համեմատել 12 տարի առաջ եւ հիմա մասնակիցները ինքնավստահությունը հավաքական, եթե ինչ-որ խոսենք։ Նայեք, ես կարող եմ ասել այսպես, ես ի տարբերություն օրինակ Սյուզին եւ Անդրեին շատ ավելի հանգիստ եմ վերաբերվում, երբ որ մարդիկ այդ կերպ են վերաբերվում իրենց ելույթին, ժյուրի ասածին։ Ես այդքան սրտիս մոտ չեմ ընդունում, որտեղ ես տան ունեմ 4 երեխա, տարբեր տարիքի, եւ իրենք իմ աչքի առջև մեծացել են եւ հասկանում եմ, որ 10 տարի առաջ, 15 տարի առաջ, 12 տարի առաջ եւ 25 տարի առաջ այլ կերպ էին մարդիկ, երեխաները վերաբերվում մեծերի ասածին։ Հասկանում եք։ Եվ դա նորմալ է։ Դա ժամանակի, այսպես ասած, պահանջն է։ Օրինակ Սյուզին շատ սրտին մոտ է ընդունում, երբ որ կամ անգամ Սյուզին թվում է, որ նրանք մեզ չեն հարգում, եթե, չգիտեմ, ինչպես է։ Դե մեր ժամանակ այլ կերպ էր ուղղակի։ Այլ կերպ էր, որտեղ մեր ժամանակ, այսինքն ձեր ժամանակ, դուք ավելի միամիտ էիք, ավելի քիչ էիք տեսել, ձեր սահմանները ավելի մոտիկ էին, իսկ հիմա սահմաններ գոյություն չունեն։ Բայց ասեմ, որ այն ինչ որ տեղի ունենում առաջին փուլերում անհամեմատելի է նրա հետ ինչ որ հետո է տեղի ունենում, որտեղ եթե առաջի փուլի ժամանակ նրանք կարծես թե այդքան էմոցիա չունեն, այդքան ասելիք չունեն, երկրորդ, երրորդ փուլում արդեն արթնանում են այդ էմոցիաները, որտեղ դա բնական բան է, որտեղ դա կա մարդու մեջ։ Ուղղակի այսօրվա երիտասարդությունը ավելի ազատամիտ է, ավելի սառնասրտորեն է, սա չստացվեց, ուրիշ դուր կբացվի։ Հասկանում եք։ Մենք ծայրահեղացնում էինք շատ։ Եվ շատ դեպքերում ես մտածում եմ, որ սա առողջ սերունդ է, այո, այդպես է կյանքին պետք վերաբերվել։ Սա ուղղակի ժամանակի թելադրանքն է։ Եվ պետք չի մտածել, որ ես հիշում եմ, որ մենք առաջի սուպեր տարի ժամանակ գնացել էինք Գյումրի, գնացել էինք Ստեփանակերտ, եւ այդ երեխաները, որ իրենց համար այլ աշխարհ էր, այդ ժամանակ չկար ոչ մի բան։ Միակ դուրը, պատուհանը, դարպասները դեպի հերոստատեսություն, դեպի ճանաչելիություն, դեպի գեղեցիկ շոր հագնելը, դա էր, այլ տարբերակ չկար։ Իսկ այսօր մարդը կարող է չէ, այս սարքավորման օգնությամբ ինչ ուզում ես անի։ Այսինքն, եթե այն ժամանակ այդ սահմանները գոյություն ունեն, այսօր չկան, դա է խնդիրը։ Բայց ավելացնեմ մի բան, Գոռի միտքը շարունակելով, որքան էլ որ մեդիադաշտը իրեն անում է, այնչի է Գոռը ասում, որ երկրորդ, երրորդ եւ մնացած փուլերում էմոցիաներ են ի հայտ գալիս, որովհետեւ ես այսպես նստած զգում էի տեսնելով մասնակիցների վարքագիծը, որ իրենք գնալով կապվում են պրոյեկտին հոգեպես։ Գուցե առաջին փուլում այդ մեդիադաշտ եւ հեռուստանախագիծ բախումը կա, բայց երկրորդ եւ երրորդ փուլում չգիտեմ դուք ինչպես, բայց ես դա զգացել եմ։ Իրենք կամաց կապվում են թե թիմին, թե մեզ հետ աշխատանքին ու անգամ կուլիսներում եղան մասնակիցներ, ովքեր արդեն մոտենում էին, հարցնում էին ինչ անենք, ոնց պատրաստվենք։ Այդ իրականում հաճելի է, երբ դու տեսնում ես, որ ահա արթնացավ էմոցիան, մասնակիցը process-ի մեջ է եւ դա միմիայն օգուտ իրեն է։ Չէ, դե հետո որոնք այն մարդիկ, որոնց դա պետք չի, եւ այն մարդիկ, որոնք որ պետք չեն նախագծին, մաղվում գնում են։ Դա նորմալ է։ Դա հա, բայց հետաքրքիր այն օրինաչափությունը ձեզ այս անգամ կլինի, որ ավելի մեծ հաջողություններ ունենում են այն մասնակիցները, ովքեր չեն հաղթում, քան այն մասնակիցները, ովքեր հաղթում են։ Մինչև այսօր եղել է այդպես։ Հիմա կտեսնենք ամիսներանց։ Ես երբեք չեմ հասցրելի օրինաչափությունն է։ Ամիսներանց կտեսնենք, թե ինչպես կլինի այս նախագծը։ Ասեմ այդ մասով, այստեղ հաղթելու գործոնը զուտ կանոն է, ուրիշ ոչ մի բան։ Դե հա, եւ SMS-ներ։ Եթե մեր հաղթողը լինի աշխատասեր մարդ, ոնց որ օրինակ, չգիտեմ, Ռուբենյան Սոնան է եղել։ Սուրեն Արուստամյանի, Վետան, Սյուզաննան։ Ես չէ, որպես հաղթող եմ ասում։ Okay, իր տարբերակում աշխատասիրությունը աշխատեց եւ շարունակություն ունեցավ եւ ինքը դեռ ասպարեզում ունի անելիք եւ այլ Գարիկին հանդիպեցի ճանապարհին, հասկանում ես, դա շատ կարեւոր է բոլոր մանդուկները։ Իսկ չհաղթել հասկացողը, եթե 12-ի մեջ ես արդեն, դու հաղթել ես։ Դու եզրափակիչում ես։ Դու եզրափակիչում ես, իսկ այդ առաջի երկու գործողություններից հետո, երբ որ մասնագետները քո հետ աշխատում են, դու լրիվ հնարավորություն ունես արդեն ինքդ քո վրա աշխատելու եւ ինչքան աշխատասեր լինես, այնքան ավելի մեծ ճանապարհ կունենաս։ Այդտեղ հաղթելը կապ չունի։
Հաղթելու չհաղթելու դեպքում դա կարևոր է։ Շնորհակալություն, Ես եւ հաղթել եմ, եւ չեմ հաղթել ու կարևոր է սերը, ցանկությունը, որովհետեւ մենք ունենք հաղթողներ, ովքեր հասկացան պրոյեկտներից հետո, որ իրենք չեն ուզում երկարվեստում լինել։ Դա իրենց իրավունքն է։ Այս ֆակտորն էլ կա։ Այո, նա եկավ հաղթեց, բայց հետո զբաղվեց այլ գործունեությամբ, չէր երգում։ Ստե եւս մեկ շատ բան կարճ ասեմ, հետո շնորհակալություն ասենք Հրաչին եւ Սյուզանեն։ Նայեք, եթե առհասարակ որտեղ որ կա ժյուրի այս ամենը սուբյեկտիվիզմ է, որտեղ յուրաքանչյուրս ունենք մեր անձնական կարծիքը։ Դուք պատկերացրեք ինչքան է այդ ամենը ընդլայնվում, երբ որ 12 հոգի եզրափակիչում են եւ միլիոնավոր մարդիկ իրենց համար քվեարկում են։ Այսինքն, եթե 4 հոգին դա սուբյեկտիվիզմ է, բա միլիոններ ինչքան։ Այսինքն, մեկը դու հաղթել ես, որտեղ դու եզրափակիչում ես։ Մնացածը արդեն տարբեր փոքրիկ գործոններ են։ Շատ լավ, դե անհամբեր սպասում ենք ամսի 20-ին երեկոյան առաջին եթերը կլինի եւ հետո ամեն շաբաթ բոլորը սրտատրոփ կսպասեն այդ ժամերին եւ այդ րոպեներին։ Շնորհակալություն հրավերքի համար, առանձնահատուկ վերաբերմունքի պրոյեկտին եւ շնորհակալություն եմ բոլորին, ովքեր մասնակից են այս ամեն ինչի մեջ, որովհետեւ մինչեւ օգոստոս-սեպտեմբեր պրոյեկտը գնալու է, ունենալու ենք մեծ արդյունքներ համոզված եմ, որովհետև երեխաները լավն են։ Առաջնահատեկ շնորհակալություն Արշամին, ես հետո կասեմ իրան ինչի համար։ Okay, շնորհակալություն Հրաչ, շնորհակալություն Սյուզի, այս պահին երաժշտություն մեր եթերում եւ մենք արդեն ասում ենք Որովհետև կեսօր է գալիս արդեն, առավոտը շանթումը գնում է, էստաֆետը տալիս տալիս ենք հորիզոն լրատվականին, մնացեք Շանթ հեռուստաընկերության հետ, լավ որ բոլորիդ։ Լավ տրամադրություն, անգամ եթե անձրև կլինի եւ կլինի ցուրտ օրինակ։